որ ուսումնասիրում է կենսաբանությունն այն գիտությունն է, որ ուսումնասիրում է կյանքը, չնայած դրան մինչև հիմա գիտնականները չեն կարողանում տալ հստակ մեկ սահմանում։ Արդյոք մեր մարմնի առանձին բջիջները իրենց բարդ մեխանիզմներով կենդանի են, իսկ համակարգչային ծրագիրը, որը սովորում է ու զարգանում, կարող է արդյոք վայրի հրտեղը, որը սնվում է, աճում և բազմանում, համարվել կենդանի էակ։ Կա կյանքի սահմանում, որը ես անգիր գիտեմ 2006 թվականից, երբ կենսաբանություն էի պարապում, որ ընդունվեի Ուկրաինայի Բոհոմոլիցի անվան բժշկական համալսարան։ Այսպես էր, կյանքը սպիտակուցների գոյության ձև է, նրանց անընդհատ կենսափոխանակումը արտաքին աշխարհի հետ, և երբ այդ կենսափոխանակումը դադարում է, սկսում է քայքայում։ Եվ եթե այս բանավեճը չլիներ, ես տենց էլ չէի իմանա, որ այս սահմանում տվել է գերմանացի քաղաքական գործիչ, գիտնական, փիլիսոփա, պատմաբան, մարքսիզմի համահիմնադիրներից մեկը Կարլ Մարքսի ընկեր Ֆրիդրիխ Էնգելսը։ Էրվին Շրոդինգերը, հայտնի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը, ասում է. կյանքը պայքար է էնտրոպիայի դեմ։ Էնտրոպիան էներգիայի տարածման ձև է, որը փորձում է ամեն ինչ, մեզ, այս սեղանը, սենյակը, մեր մոլորակը բաժանել փոքր ատոմների և տարածել հավասարաչափ դեպի հավաժություն։ Իսկ կյանքը Շրոդինգերի պայքարում է դրա դեմ, նորից անընդհատ նյութափոխանակման միջոցով։ NASA-ի պաշտոնական կյանքի սահմանումը այսպես է. կյանքը ինքնասպասարկող համակարգ է, որը ընդունակ է դարվինյան էվոլյուցիայի, այսինքն կարողանում է վերարտադրել և անում է դա ոչ իդեալական։ Այդ կոպիաները տարբերվում են իրենցից, ստեղծվում է բազմազանություն և առաջանում է բնական ընտրություն, естественный отбор։ Փիլիսոփայական տեսանկյունից Արիստոտելը ասում է, որ այս նյութական աշխարհում ամեն ինչ կազմված է մատերիայից և ձևից, կենդանի օրգանիզմների ձևը հոգին է, և միայն մարդը ունի բանական հոգի, ունի գիտակցություն։ Էքզիստենցիալիստները և հումանիստ հոգեբանները մարդուն դիմում են որպես սեփական կյանքի արարիչ, օժտված սեփական կյանքի ոչ ընտրելու և զարգացնելու ազատությամբ, որը ունի բարձրագույն ձգտումներ։ Եվ եթե եզրակացնենք, ստացվում է, որ ծնվի, նյութափոխանակվի, պայքարի էնտրոպիայի դեմ, որ չձուլվես տիեզերքում մեկ, վերարտադրվի, բազմացի, գիտակցի, որ դու ունես բանական հոգի և պետք է տարբերվես կենդանիներից, հարց տուր քեզ, ի՞նչն է կյանքի իմաստը և ինքդ որոշի քո կյանքի իմաստը։ Հովհան Ոսկեբերյանը Արարածոց գրքի մասին իր ճառում նույնպես հարց է տալիս, բայց կասի որևէ մեկը, մեր ինչին է պետք արարչագործության մասին խոսքը։ Այն մեզ օգտակար է, սիրելիներ, եթե արարածների մեծության և գեղեցկության համեմատ ճանաչվում է արարիչը, ապա մենք որքան քննենք արարչության վսեմությունն ու գեղեցկությունը, այնքան ավելի կմոտենանք արարչին։ Գեղեցիկը երկինքը, բայց արարված է, որպեսզի դու երկրպագես արարչին, պայծառ է արեգակը, բայց որպեսզի պատվես այն ստեղծողին, իսկ եթե դու մնում ես միայն արարչությամբ հիացող, նայում ես միայն ստեղծագործության գեղեցկությանը, ապա լույսը քեզ համար խավար ավելի ճիշտ, ու խավարը դարձրիր լույս։ Մենք հայերս քրիստոնյաներ ենք, Քրիստոսը մենք հայերս քրիստոնյա ենք, Քրիստոսը եկավ ու հաղթեց առաջին կորինթացիներին, ով ուր է քո խայթոցը, գերեզման ուր է քո հաղթությունը, ճշմարիտ քրիստոնյաները հոգևոր մարդիկ են և չեն վախենում մահից, որովհետև գիտեն, որ իրենք Նոր Երուսաղեմի բնակիչներ են, Մատթեոս 21, իսկ ինչ է գրված մուսուլմանական Ղուրանում մահի մասին։ Ամբողջ Ղուրանը կառուցված է ահաբեկման վրա։ Մահացող Մուհամեդի մոտ եկավ մահվան հրեշտակը և ասաց յուրաքանչյուր հոգի մահ է համտեսելու։ Մինչ Քրիստոսի գալը արդարները մահից հետո հայտնվում էին Աբրահամի կողմում, որը դժոխքում էր, Ղուկաս 16, բայց Քրիստոսը հաղթեց մահը և դժոխքը, որով գնաց բանտում եղող հոգիներին և չարոզեց առաջ Պետրոսի 3 գլուխ։ Մի օր ժողովրդարանի պետ Յայիրը ընկավ քարտիչի ոտքերը, Մարկոս 5։ Նա աղաչում էր Հիսուսին գալ և օրհնել նրան։ Նա հավատում էր, որ Հիսուսը կարող է բուժել նրա աղջկան։ Այստեղ Յայիրը հոգեպես սովորեց առաջին պատվիրանի մասին, ես եմ քո հերաստվածը, Ելք 20։ Նրա համար առաջին տեղում Քրիստոսն էր, իսկ նրա դուստր երկրորդ լավ մղվեց, հակառակ դեպքում նա հարություն չէր արվի։ Մեզանից շատերը ասում են, կարևորը այն է, որ զոհ չլինի, բայց կլինի Հայաստանի հիմա, եթե Վարդան Մամիկոնյանը այդպես մտածեր։ Եթե ծորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկը ինքն կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա, Հովհաննես 12։ Ստացվում է, որ մենք հայերս մեծամասամբ վախենում ենք մահից,
Իսկ դա թույլատրելի է ճշմարիտ քրիստոնյաներին, որոնք հոգևոր են, ոչ, դա բնորոշ է շնչավոր մահմեդականներին, ովքեր հոգևոր չեն։ Մեծ ճնշող ազերոթուրքերն են այդպիսին։ Երկրվայրելով ֆինանսապես ուժեղ թշնամիներին մենք նմանվեցինք նրանց։ Նարեկացի բանխը թեթանոսների կուրքերն անշուշտ դևեր են և նրանց նման լինելու պաշտողները նրանց։ Մենք նոր նշեցինք Վարդանանց տոնը, մահիմացյալ անմահություն է, ասաց մեր Սուրբ Վարդան Մամիկոնյանը։ Նրանք ընտրել են մեռնել ճակատամարտում հանուն Հիսուս Քրիստոսի, ով չարչարվել է խաչի վրա ամեն մեկիս համար։ Սա ուխտի կնքումն է Աստծո և հայ ժողովրդի միջև։ Աստված կպահպանի և կվերականգնի Հայաստանը հանուն իր փառքի, բայց ոչ հանուն մեզ, որովհետև մենք արժանի չենք։ Եղել է փիլիսոփայական, կրոնական, գիտական, հոգեբանական ուսումնասիրություն արդյունք։ Այն կարելի է դիտարկել որպես Աստծո պարգև, ֆիզիկական գոյություն, հոգեբանության կամ ինքնաճանաչողության գործընթացում։ Կյանքը և մահը բազմաշերտ հասկացություններ են, աստվածաբանորեն կյանքը Աստծո հետ հաղորդակցությունում է, մահը դրանից բաժանվում է։ Մահը բաժանման ակտ է դիտվում, բայց աստվածաբանորեն այն երկու տեսակ է՝ ֆիզիկական մահ և հոգևոր մահ։ Ուրեմն մահը անհատական զարգացման վերջնական փուլ կարող ենք դիտել բժշկական տեսանկյունից, բայց Գյուրեղ Ալեքսանդրացու խոսքն եմ ուզում մեջ բերել, իրական մահը այն չէ, որ բաժանում է հոգին մարմնից, այլ որ հեռացնում է հոգին Աստծուց։ Աստված է կյանքը, ով հեռացնում է իրեն նրանից, նա մահանում է, չունի համարձակություն Աստծո առաջ, որովհետև հեռացել է կյանքից, իրական մահը սատանայից է։ Սատանայից է խաբվում մեր նախահայր և Ադամը անսալով Եվայի բանին և ուտում է պտուղը արգելված։ Եթե նայենք ցանկացած մահ, դա մեր պատվիրանազանցության արդյունքում է լինում։ Այսինքն, եթե մենք պատվիրանը պահող լինենք և Աստծո խոսքը ունկնդրող լսող լինենք, մահից կարող ենք վերադառնալ դեպի կյանք։ Ցանկացած պարագայում մենք ունենք հետևյալ հուշումները ավետարանից։ Աստված ապրողներին հուշում է, որ գնացեք թաղեք ձեր մեռելներին, ինքներդ։ Այսինքն թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, այսինքն ապրողներ կան, որոնք մեռելության աստիճանի կարգավիճակում են Աստծո առաջ։ Ինչպես անենք, որ մենք այդ մեռելության աստիճանի չհասնենք։ Մենք պետք է Աստծո խոսքը ոչ միայն ունկնդրող լինենք, այլ կատարող։ Եվ ինչ է մեզ հուշում ավետարանը։ Բոլորը Տիրոջ հանդեպ ունեցած երկյուղի շնորհիվ գերադասում են մեռնել, քան Աստծո պատվիրանը անարգել։ Մենք նման օրինակներ ունենք, օրինակ Մակաբայեցոց գրքում հայտնի Եղիազար ծերունու օրինակով, ով քահանայապետ էր, եւ իմ կարծիքով հենց այս օրինակն է ներշնչման արդյունք հանդիսացել մեր հերոսների, Վարդանանց եւ այլ նահատակների համար, ովքեր գիտակցել են, որ հավիտենական կյանք գոյություն ունի եւ այս աշխարհիկ կյանքում մահը դեռևս ոչինչ չի նշանակում։ Նույն Մակաբայեցոց 7-րդ գլխում մենք տեսնում ենք օրինակը մի ընտանիքի, որտեղ 7 զավակներ միաժամանակ նահատակություն են ընդունում եւ նրանց խրախուսում է այդ նահատակության սեփական որովայնում իրենց գրած մայրը, քանի որ գիտակցում են, որ ավելի լավ է մեռնել, քան պատվիրանազանց լինել Աստծո առաջ։ Եվ հետաքրքրական է այդ 7 զավակներից մեկի խոսքը, ուզում եմ մեջ բերել, լավ է, որ հեռանում ենք մարդկանցից, որովհետև մենք հավատում ենք մեռելների հարությանը, երկրորդ ծննդյանը, եւ իրեն մահվան դատապարտվածին ասում է, դու թեև կենդանի ես մնում, բայց հարության չես արժանանա։ Ուրեմն տեսնում ենք, որ նախքան Քրիստոսի մարդացումը, աստվածապաշտությունը, որ հրեաներին էր տված, մարդիկ ունեին անմահության գիտակցում։ Եվ եթե մենք այսօր արդեն ունենք մարդացյալ Աստծո որդու մեզ շնորհած իմաստությունը, ապա մեր քրիստոնյա
կենցաղավարության մեջ պիտի լինենք այնպիսի անհատներ, որոնք չվախենան մահից, քանի որ ինչպես ասեց մեր Սեդան, մեջ վերելով Հովան 12:24 համարը, եթե ցորենի հատը չմեռնի, արդյունք չի տա։ Մեր կենցաղում ունենք նման շատ լավ օրինակներ, ինչպիսին են ծնողը, եթե ջանք չթափի, իր զավակին չի կարող ծնել, մեծացնել եւ հասցնել իր արդյունքի։ Ցանկացած բնակավարում ուսուցիչը եթե չկրթի, իր ավանդը ներ չդնի, չի կարող բանանել, արդյունքի հասնել։ Այսինքն ցանկացած բնակավարում դա նահատակություն է։ Եվ երեկվա մեր տոնելի սրբերի երկվող շարականն եմ ուզում մեջ բերեմ, որտեղ խոսվում է հենց Աստծո շնորհով նահատակության հոգու մասին եւ չնայած նրանք ապրում էին, բայց այդ նահատակության շնորհիվ կարողացան քրիստոնեությունը այնպիսի մակարդակի հասցնել, որ 8-րդ դարից սկսած Հովան Օծնեցուց 13-րդ, 14-15-րդ դար իրանք կարողացան մեզ փոխանցել իրենց նահատակությամբ, գործնական նահատակությամբ այն քրիստոնեությունը, որը մեզ ապրեցնում է առայժմ։ Դե ուրեմն կարդամ, եթե 20 վայրկյան կա։ Արդեն 10։ Ինձ որտեղ երեք մեր տոնելի սրբերի օրներ Հովանոս Երուսաղեմանցու, չէ, եթե թույլ են տալիս ինչ։ Մեծ սիրով ես օրինակ որպես հագարակող քեմինիա։ Արդեն Չէ, դու։ Սուրբ Այդուկասում արդեն էլի, ասենք ասա, որ մի րոպե մնաց։ 6 րոպե անցել է նայ։ Լավ, անցնենք հարցերի։ անցնենք Ուրք եք իրենց հարցեր տալու, այդ հարցերն ու պատասխանները իրար 10 րոպե, այսինքն մենք 210 րոպե ենք պատմում, հա։ Ես 8-րդ րոպեին միակ ասեմ։ Հա։ Հիմա խնդրեմ։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր բովանդակալից ներկայացման համար, բայց ինձ մոտ sense հարց առաջացավ։ Այնուամենայնիվ, այն որ ասացիք 14-15-րդ դարերից քրիստոնեությունը բացացավ համապատասխան բարձր աստիճանի, բացացավ շնորհիվ հնչին, որ անմահության էին ձգտում, աստորեն ստացվում է, որ անմահությունը դա մենք գիտենք, որ ուղիղ հոմանիշն է կյանքի, ստացվում է, որ կյանքն է գալիս որպես կենտրոն։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր դրույթը, թե ինչպես։ Ես ներշնչված էի հենց տողով, որովհետև նահատակությունն էր ճակերտավոր նահատակությունը, հա, հիմք հանդիսացել է շարականում, որ Աստծո շնորհով իրանք կարողացան քրիստոնեությունը ոչ թե միայն թղթով շարատել, այլ ապրել, եւ այդ ապրած քրիստոնեությունն է, որ մեզ հասել է առ այսօր։ Մահը թե կյանքը, ես բանավեճի չէի մասնակցի, եթե երկու ասպեկտից էլ նայելով նույն եզրահանգման չգային, հա։ Կյանքը դա Աստծո ներկայությունն է մեր մեջ, մահը Աստծուց հեռացած լինելն է։ Ու եթե նայում ենք, նշանակում է, եթե մարդ ուզում է ապրել, եթե անգամ մեռնի Աստծո ներկայության մեջ դա կյանք է, եթե ապրում է, բայց Աստծո ներկայությունից դուրս է, ուրեմն մեջ կյանք չկա։ Աստորեն ստացվում է, որ քրիստոնյայի կյանքը պնդվում է որպես կենտրոն կյանքի շուրջ, ճիշտ եմ հասկանում։ Որ կյանքի, երկրավոր կյանքի, թե բնականաբար, երկրավոր Կյանքի շուրջ եւ ասում է, ինչպես Հովանու ավետարանում նշվում է, ես եմ կյանքը, ճշմարտությունը եւ ճանապարհը։ Հովանու ավետարան։ Համաձայն եմ, բայց երկրային կյանքն է, սերի կյանքը սա հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք գանձեր կուտակենք, չէ՞, այն երկրավոր վերևի կյանքի։ Հետևաբար այս կյանքն է, կյանքը որպես կենտրոն է, թե ոչ, հարցադրումը սա է։ Ուրեմն նույն Հովանու ավետարանում մենք ունենք տող, ասում է, ով ինձ հավատում է, մահ չի տեսնի։ Ինքը ով առաջ չի ասում, որ ողջ ենք դառնալու, հա։ Պարզապես կյանքի մահվանից կյանք անցավ։ Դա Աստվածաշնչյան մեջբերում եմ ասում, հենց տողային։ Այսինքն, եթե մահվանից կյանք ենք անցնում, մեր գործնեությունը արդեն նշանավորվում է Աստծուն հաճելի լինելու տարբերակով։ Եթե ես ապրում եմ իմ կյանքը եւ Աստվածահաճո չէ, կյանք ուրեմն մահացած եմ ապրում։ Եվ ես պիտի ընտրեմ
մնամ այդ կարգավիճակում, թե չէ։ Այսօր եթե մենք նայենք մեր իրականությանը, մեր քրիստոնյա հասարակության 90%-ը ապրում է ոչ քրիստոնյա կենցաղավարության։ Եվ դա է մեր դժբախտության պատճառների գերակա խնդիրը։ Ստացվում է, որ մենք այսօր չունենք կյանքը որպես մեր կենտրոնը։ Այո, չունենք։ Չունենք։ Բացառ ստացվում է, որ եթե մենք այդ փաստում ենք այս հարվածը, որ չունենք, ստացվում է, որ եթե մենք չունենք, չենք կարող քրիստոնեաբար, ճակերտավոր ընդունենք, որ պայմանական քրիստոնյա ենք։ Հետևաբար իսկական քրիստոնյայի համար կյանքը պիտի լինի կենտրոնը։ Ուրեմն իսկական քրիստոնյայի համար այո կյանքը պիտի լինի կենտրոնը, որ ասում է ով ինձ չճաշակի իր մեջ կյանք չունի։ Այսօր մեր բանավեճի նյութը ճշմարտության գիտակցության հասնելն է, ոչ թե հաղթանակ տանելը իմ կարծիքով, եւ ասում է ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չտեք մարդու որդու մարմինը եւ չնվեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Իսկ այսօր մեր հասարակության մեջ անգամ հաղորդվողների մեծ մասը իրենց մեջ կյանք չունեն, որովհետեւ Աստծո ճանաչողությունը, որ այս գրքում է, չունեն։ Եվ եթե դառնաք մահու եւ կյանքի ամենամեծ տեղիները, որ հրահանգում էինք դուրս գրելու, ես քանի որ ժամանակը քիչ էր, հենց գիրքն եմ բերել, որովհետեւ այս գիրքը հենց պատմությունն է ինչպես կյանք ունել մեր մեջ եւ մահվանից անցնել դեպի հավիտենական կյանքի ապրում։ Ես քիչ հարցում եմ։ Այդ ժամանակը կտանանք էլի։ Հələ 5 րոպե։ Ես մի Ես ձեզ ցիտեմ ուրեմն արձնի ճակատամարտի ապստամբների խոսքը, ուրեմն քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբ հավայրերի եւ մեր Աստծո փառավորման վայրերի ոտից կոխանդիներն ու պղծվելը, այդ շնամիների սուրը թող նախ եւ առաջ ներդեմ ուղղվի, մեր անձերը զոհենք ճշմարիտ հավատքի փոխարեն եւ ոչ թե երկրավոր կյանքի սիրուն, քանզի այս ժամանակավոր մահվան դիմաց հավիտենական կյանք, այս ֆորմատը վարտահայտություն եղել է ավարարի ճակատամարտի ժամանակ իմացյալ մահություն է, այսինքն մահը եկի դեպի կյանք տանող երկնային կյանք տանող ոչ թե կենսաբանական ամենակարճ, ամենահաստատուն ճանապարհներից մեկն է։ Դրա համար եթե տարբերակ կա վիրուսական մահով մահանալու կամ 80 տարի չգիտես մեղավոր կյանք ապրելու, բնականաբար ցանկացած խելամիտ ինձ թվում է մահը։ Մեր նոր Երուսաղեմում հայտնվելը կախված է ոչ թե մեր գործերից, այլ Աստծո ողջունությունից։ Իսկ մենք այստեղ երջանիկ լինելու համար չենք մտածում, որ ինձ մեկ առաքելություն կա։ Ուրեմն Քրիստոսը ասել չկա ավելի մեծ սեր, քան մեկը իր կյանքը տա իր մերձավորների համար, այսինքն սիրո ամենամեծ դրսևորումը մահվան միջոցով է, որ ինքը արեց կյանքի փոխարեն։ Չգիտեմ, ինքը ոնց որ քննարկման չի։ Չեք հասկանում ասածս ուղղակի։ Սուրեն ջան, մենք ճշտում եթե կարելի է, որ դու մեր դիրքը հասկանաք, մենք որ ասում ենք կյանք, մենք նկատի ունենք նաև այդ հոգևոր կյանքի մասին։ Սեր կյանքը մենք նկատի ունենք այստեղ, մենք առհասարակ ենք վերցնում այդպես, որտեղ եթե դու ստեղել Աստծո ներկայությունը չես փորձում, հա, մեզ պատարակի ժամանակ վերաբերես, որը ճանապարհն է արդարություն, բայց խնդրեմ հազար ներողություն, պետք է դրան երկնավոր կյանքն է, կյանքը ոնց որ տեսակ երկնավոր համ Բանավեճի խնդիրն էր, որ պիտի սահմանել թե ինչ էր կյանքը, ինչ էր մահը, դրանով խոսալ։ Բայց հիմա չեմ նույնիսկ այստեղ կենսաբանական ֆիզիկական կյանքի պարագայում Աստծո ներկայությունը մենք ունենում ենք, հա, այդ հնարավորություն վերապրելու նկատի ունեմ, եթե դու նույնիսկ այստեղ ինչպես Հասմիկը շատ ճիշտ նշեց, որ մենք հեռանալով Աստծուց եւ չափելով, բայց ունենալով կենտրոնում կյանքը, արդեն այստեղ իսկ մեռած ենք, նույնիսկ Թոմաս Էլիոտը իր Westland-ում ասում է, ես չէի պատկերացնում, որ կանգնած կլինեմ կամ նորից կտեսնեմ այսքան մեռյալներին, հա, բառացի չեմ ցիտում, բայց իմաստային շատ փորձում եմ մոտեցնել։ Հետևաբար ուզում եմ հիմա հասկանամ, ժողովուրդ ջան, դուք հիմա ինչ փաստում եք հենց որ
կյանքն է կենտրոնը։ Կներեք, ինչեր շավարտեմ ու հետո մեծ Հիմա այդ դեպքում ձեզ համար, որպեսզի ավելի չասեն ինտրիգ, բայց ճշմարտությանը հասնենք, ինչպես Ասմիկը շատ ճիշտ նշեց, իսկ ինչ է մահը։ Մահն է կենտրոնը, ինչու՞։ Որտեղ եթե տիրոջ հանձնարարությունը չլիներ մահանալու, մենք մեր մեջ կյանք չենք ունենա։ Եթե տիրոջ խաչվելը չլիներ, մենք հարության մասին գիտակցություն չենք ունենա։ Այսինքն մահն է կենտրոնը, որ ամեն մեկ իր կյանքով պիտի մի բանի համար մահանա, որ մեկ ուրիշը կյանք ունենա։ Եվ մենք որպես բջիջ, եկեղեցու անդամ, պարտավոր ենք մեր փոքր ներդրում ունենանք, թե եկեղեցու շենության գործում, որ կյանք լինի եկեղեցու մեջ, թե մեր ընտանիքներից ներ։ Մի բան էլ ավելացնեմ, երբ գործությունը եղավ, Աստված թույլ չտվեց, որ Ադամը անմահ դառնա, ասաց ձեռ չմեկնի, որովհետև հենց մահանալով էր իր փրկությունը, այսինքն ստե մահը հենց Ադամի կյանքի տանող ճանապարհն էր։ Իսկ քո ասածը, որ կյանք թե մահը առանց կյանքին կանիմաստ բան է, կյանքի բացակայությունը խոսում, մենք չենք կարող հիմնավորել կյանքի բացակայությունը որպես քրիստոնյայի կյանքի կենտրոն։ Մեզ պետք է երկնավոր կյանքը, որ մահն հիմնավորենք որպես երկնավոր կյանք երկրավորից անցկացնելու ճանապարհ։ Դրա համար մեկը մերձավորության ժամանակ հենց մահը սանվավեց մեր փրկության համար։ Շնորհակալություն։ Շատ ճիշտ է վերջում եկանք ցանենք, բայց վերջի Ասմիկի ու Սուրենի պատասխանները Ասմիկի նման է, որ շատ դուրս եկավ։ Խնդրեմ դուք հիմա հարցեր։ Պահում եք ժամանակը, պատրաստեք ու Ինչ ջար ունենք։ Գնաց։ Շատ հետաքրքիր է ներկայացնում կյանքի ասպեկտների մասին։ Ես ուզում եմ Ագնեին հարցամ, ասեմ 2006 թվականի սահմանումից զատիր հենց կյանքի ապրումով ինքը ինչ սահմանում է, դա կյանքի ոչ թե գրքային, ոչ թե կենսաբանական, ոչ թե գիտական, այլ հենց իր համար կյանքի ինչ է։ Ինձ համար ճիշտ ասած ես հանդիպեցի այդ գուցե սահմանում չի, բայց Ֆյոդոր Դոստոևսկիի Կարամազովի եղբայրների մեջ, երբ Ստարիցը Սիման խոսում է ժողովրդի մասին, ինքը ասում է, որ այս ամբողջ ուրեմն բիսկոնեչնիստի մարդու ոգին, եթե ինքը ապրում է գալիս է ինչ-որ բիսկոնեչնիստի մեր կյանքը հենց հնարավորություն է շատ կարճ ժամանակում այդ մարդու համար, որ ինքը կարողանա սիրել ու սիրել լյուբով դեյստինը, սիրել գործնական սեր։ Ինձ համար այս մեր կյանքը հենց այդ կարճ ժամանակն է ու մենք գալիս ենք այդ անելու միայն սիրելու։ Մի հասկես ունեմ, Արմենե ջան, դու նշեցիք, բայց ձեզանից յուրաքանչյուր կարող է պատասխանել, խոսում եք ասացի, որն է կյանքի իմաստը, եւ ինքդ որոշի կյանքի իմաստը, սրտեն եւ շատ իմ կյանքի իմաստը Աստված ուղարկեց այս աշխարհը, ինքը ուղարկեց, ես շատ ուրախ եմ դրա համար։ Իմ կյանքիս իմաստը այն է, որ ես Աստծո ձեռքին գործիք լինեմ եւ ես կատարեմ այն, ինչի համար Աստված ինձ ուղարկեց այստեղ։ Իսկ դրախտում ես կհայտնվեմ, չեմ հայտնի, դա բոլորը ամեն ինչը Աստծո ձեռքին է։ Հոբին հետ այնքան բաներ եղավ։ Նա իրեն սեփական այդ լավ պահվածքին հույս դրեց եւ հետո այդքան որ կատարվեց, ասես իր Աստված ինչի, որ երեխաների այդ բան ամեն ինչ կատարվեց չի ասել, բայց որ իրեն արդեն չեն հարգել, իրեն ծառաներ իրեն չեն հարգել, որ իրեն մարմինը ցավեց, բան, ասես իր Աստված, ես անմեղ եմ քո առաջ խի եւ հասկանում եք Աստված այնքան հարցեր տվեց որ հոբը չէր կարող պատասխանել դա ինչ է նշանակում որ մենք մեր սեփական գործերի ընդհանրապես մենք չենք կարող հիմնվել մեր լավ գործերի Աստծո ողորմությունից ենք մենք հայտնվում այնտեղ մենք բոլորս ենք մեղավոր եւ գիտեք
Ինձ Աստված մի խոսք ասեց, ես նոր ծոմապահություն եմ մտել ապահք, ասեց ինչ կապ ունի դուք լավ եք անում թե վատ, եթե դուք հոգեպես ինձ հետ համամիտ չեք, ինչ կապ ունի ձեր բարի գործերը, ինչ կշիռ ունեն ձեր բարի գործերը, եթե դուք չեք ընդունում իմ կամքը, եթե ձեր կամքը իմ կամքիս հետ չէ, հասկանում եք, պիտի Աստծո պետք է դուխովնի մտածեք, ոչ թե դուշևնի, այլ դուխովնի, на уровне Бога, на уровне бесконечности։ Ես հարց ունեմ, եթե կարելի է, իսկ այդքան հեշտ է աստվածային իմաստությամբ խորհել եւ ընտրել աստվածային լուծումները մեր կյանքում։ Ինձ համար հեշտ դժվար գիտեք որն է, որ պետք է անեմ, ես ասում եմ Տեր Աստված, ես քոնն եմ, իմ երեխաներս քոնն են, մենք բոլորս քոնն ենք։ Я поставила себя и своих детей на жертвенный пьедестал։ Ինչ որ ուզում է ինձ հետ թողանի, ես ուզում եմ որ Աստծո կամքը կատարվի իմ վրա։ Ես ուզում եմ Սողոմոնի ժողովից ցիտել, Սողոմոնը որպես գոյություն ունեցող բոլոր մարդկանցից ամենաիմաստուն մարդ, այլա հետևել արտահայտությունը եւ ես Երանի տվեցի բոլոր նրանց, որ արդեն մահացել են քանի կենդանի մարդիկ, կամ կենդանի մարդկանց, որ ապրում են մինչև այժմ, բարի անունը լավ է հոտավետի ուղից եւ մահվան օրը ծննդյան օրից այս ու ձեր ասածը հակադրության մեջ կամ դուք եք ճիշտ կամ Սողոմոնը։ Ես նայեք, դուք իմ ասածս երբ չեք հասկացել, ես ապրում եմ Աստծո։ Ես չեմ հասկացել հայերեն հատվածը կներեք, ես Yandex-ով եմ перевод արել, ես այսօր կարդացածս որպես մարդիկ հասկանա, ես չեմ հասկացել ձեր ասած Սողոմոնը ինչ ասեց, կարող եմ երկու բառով բացատրել։ Это блаженные те, которые умерли, что нападают, а не те, которые сейчас живы. Конечно, потому что когда мой дедушка... Это стих, потому что мы несчастны в этом мире. Когда человек умирает, и когда происходят вот эти действия, я говорю, ну, вам-то хорошо вы там, а мы вот в этом кошмаре остались жизнь. Բայց կապ ունի ինձ համար, ես ինձ համար հիմա հարմար է ես ապրել, թե չապրել հիմա։ Բայց մենք գլոբալ ենք, չէ՞ խոսում անհատական մարդկանց կյանքի մասին։ Նայեք, դուք ինձ հարցրեցիք։ Չէ, ես ձեր թիմին եմ Նայեք, это были его чувства։ Он говорит, лучше бы я умер, но ես ասեմ, այնքան լավ կլինի, որ ես հիմա ինավդա բարկանում եմ, ասում եմ Տեր Աստված, ես ում է այսքանը հարկավոր։ Ավելի լավ է, ես այնտեղ լինեմ, հանգիստ, լավ, там прекрасно։ Այնտեղ գնացող այնտեղից չի ուզում գա։ Այնքան կլինիկական մահտարացները, որ տեսնում են, չեն ուզում գա։ Հետո, բայց ես հասկանում եմ, որ ես պատասխանատու եմ իմ երեխաներին, որ Աստված ինձ ինչի համար վարի։ Իմ ուզած կապ չունի Աստված թող ինձանով գործի։ Գլոբալ ձևակերպում Սողոմոնը արտահայտություն արեք, գերակայությունը տալով մահվան կամ կյանքի հիմա դուք հակառակն։ Դժվար է այս աշխարհում ապրել։ Իսկ ո՞ր է հեշտությունը ման գալիս։ Մահը ու կյանքը մենք դիտարկում ենք գլոբալ դրվածքով, այսինքն կյանքը մեր դրույթը որպես կենտրոն Աստծո ներկայության մեջ է։ Հիմա Սողոմոնը ինչ ասում, մենք չի շփվում մեր մեռածները Աստծո ներկայության մեջ։ Միգուցե Բայց էլի կենտրոն դառը մահը ավելի լավ գտնում։ Նայեք, Ռաուլ ջան, հարցը պատասխանը էսպես է, կենտրոն դուք հասկանում եք, ինչ եք հասկանում կենտրոն ասելը։ Կենտրոնը Աստված է։ Ջան, առանցքը, որի շուրջ մտածեք, բայց առանցքը մեր կյանքի ու առասարակ իմաստի Աստվածն է, թե մահը։ Որն է կենտրոն։ Աստվածը թե մահը, Աջան։ Աստված է մեր կյանքում։ Ոնց ստացվում է, որ նույն կետում երկու դրույթ կա։ Բայց Աստծո գնալու ճանապարհը մահն է։ Ու հայրերն են ասում են հիշի մահվան օրը ու չես մեղանչի, այսինքն քո մահվան օրը էդի քեզ դեպի հավիտենական վիճակի բերող բան է, արգումենտ է։ Ես համաձայն եմ այն կետի հետ, որ մահը ճանապարհ է, բայց չնայած ճանապարհը Քրիստոսն է, բայց Քրիստոսն էլ որպես մահով անցած մեզ օրինակ է ցույց տվել ճանապարհը, բայց մահը ընդհանրապես միջոց է ու ճանապարհ, բայց կենտրոն մի քիչ դժվար թե ես Կենտրոնը ինչու։ Ես ներս է շնորհալու տաղից մի հատված, նոր տաղից մեջ բերում, սիրով մեռյալն բասններ։ Ուրեմն եթե այդ մի տողը չլինի, ամբողջ կյանքի գոյության խնդիրը ինչու, որտեղ պատվիրանացությունը երբ որ եղավ ջրհեղեղից առաջ
Տերը որոշեց, որ անիրավության բազմանալու համար պետք է կենդանի ոչ մեկին չթողնի, նոյի ընտանիքից, ճիշտ է։ Այսինքն էլի որ վերցնում ենք մահն է ամեն ինչի գոյության հիմքը, եթե Աստված չմեռներ, մենք կենդանություն մեր մեջ չի։ Բայց դա եղավ գիտեք ինչից հետո։ Это не по Божьему сценарию, это Աստծո գրված սցենարի չի, մարդ մեր գործեց եւ ողից Աստծո սցենարը։ Դե դու ասում ես ես ծնվել եմ Աստծո կամքը կատարելու այս պարագայում։ Մենք ամեն մեկս պետք է այդպես։ Ամեն մեկս դու ասեցիր я своих детей զոհասեղանին եմ հանձնում։ Աստծո եմ տալիս։ Դու Աբրահամի զոհը կարաս քո երեխաներին։ Աստված երբ ասի այն ժամանակ ասում ես, բայց դա անելը հեշտ չի, երբ որ ասի էլ անելը հեշտ չի։ Եթե Աստված ասի, ես կանեմ։ Շատ հեշտ է ասել, եթե ասի, որտեղ այսօր մենք ունենք գիտակցություն, որ Աստված ասում է, բայց չենք անում։ Եվ ես ուզում եմ, եթե թույլ տաք, ես բերեմ, Ես մեկն էլ ասա, որ Աբրահամը գործում անում էր մահ, դրանով էլ եղավ մարդկության փրկության ծրագրի սկիզբը։ Սուրեն ջան, կրկնում եմ, դուք ինչ ասում եք, ճիշտ եք ասում, բայց խոսքը գնում է միջոցի եւ կենտրոնի գաղափարի մասին։ Միջոցի մահը մենակ, մահը դրսևորում էլ է։ Ես ուզում եմ ասեմ, երևի Տալիս է, բայց հանուն ինչի է տալի։ Աբրահամը Մի վարքյան կներեք։ Հանուն ինչի, մենակ ասա, հանուն ինչի մի բառով։ Կարեն ջան։ Դա արդեն ինդիվիդուալ ամեն մեկը պետք է որոշի հանուն ինչի է տալի։ Քրիստոնյան, հանուն երեխու, հանուն հայրենիքի։ Բայց էդի սիրո բարձրագույն դրսևորումն է, որը մահվան միջոցով կառնի։ Ես ուզում եմ Սեդայի ասածին հակադարձեմ, որ ինքը ասում է մեր կյանքի նպատակային Աստծո պատվիրանը կատարելն է։ Պատվիրանը կատարել, չէ, Աստծո ձեռքի գործի։ Այո, Աստծո ձեռքի գործի։ Այդ տարբեր բաները նույն բանն է։ Չէ։ Երեմիան իր 6-րդ գլխում ասում է, այսպես է ասում Տերը. կանգնեցեք ճանապարհներին եւ դիտեցեք, հարցրեք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին եւ տեսեք, թե որն է բարի ճանապարհը, գնացեք դրանով։ Եվ խաղություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին, թե չեն գնա։ Դուք ուրիշ բան եք ասում, ես ընդհանրապես ուրիշ բան եմ Ուրեմն հիմա ձեր եզրակացությունը, եթե պատրաստ եք, եթե ուզում եք, մի րոպե կարող ժամանակ պատրաստ։ Չէ, համստած 3 րոպե։ Ղազար ջան, խնդրեմ, քանի րոպե դրած է։ Ես իրակի մեջ էր ասում, լավ է։ Հենց պատրաստ եք, ասեք ստանջանքներով ապրել։ Ով պատրաստ եք։ Գնաց ժամանակը։ Ուրեմն Սուրեն ջան, կներես մի վարքյան։ Ուրեմն շնորհակալություն, անկեղծ ասած շատ հետաքրքիր դրույթներ եք ներկայացրել եւ չեմ կարող չհամաձայնվել մահվան որպես շատ մեծ դեր կատարող կյանքում, սակայն կա մի որոշակի ֆոկուսի հարց։ Այո, մահով է ճանաչում կյանքը, որպես եթե մենք մտնենք բինարության, այս մտածողության բինարության մեթոդաբանության ունենանք, բայց մեր տեսանկյունը այսպես է, կյանքի, ինչքան էլ չասենք դժվարը հեշտ է եւ այլ, դա էլ է, վերջնա նպատակը որպես կենտրոն, շեշտադրում եմ, վերջնա նպատակը որպես կենտրոն Աստծուն միանալն է, անցնելով Քրիստոսի ճանապարհ, այո, այստեղ մահով անցնելն է, բայց մահ այս բառը մենք դիտարկում ենք որպես ոչ թե կենտրոն, այլ ճանապարհի որոշակի մոդել, որով մենք պիտի անցնենք եւ ասենք, որտեղ եթե մահը լիներ կենտրոն, մենք միջև մկրտություններ մահացած ենք, այսօր կարողանանք այդպես էլ մնանք, ապրենք եւ մահանանք եւ դրանով ավարտել ամեն բան, ասենք ասած երկու բառը, սակայն կրկնում եմ ֆոկուսի հարցն է։ Մահը օգնում է մեզ հասկանալ, որ մենք հավերժ չենք, բնականաբար, եւ այդ հավերժության մեջ չլինելով մենք հասկանում ենք, որ մեզ տրված է որոշակի ժամանակ, որտեղ մենք պիտի կարողանանք սովորել, այո, սիրել մերձավորին, որը մեծագույն արտահայտումն է քրիստոնեական, ասենց ասած, դրսևորման այստեղ այս պահին, նույնիսկ մամոնան դարձնել բարեկամ, հա, ինքդ քո համար, ինչպես այսօր մենք չմոռանանք այս խորհրդի մեջ ենք, բայց ցույցել վերջնանպատակային առումով հասնել փրկությանը, իսկ փրկությունը դա անմիջապես Աստծո հետ Աստծուն միանալն է, իսկ
Նաև մենք կարող ենք հանդգնենք, ասենք, հա, երբ որ մենք ասում ենք, որ Քրիստոս մարդացա, որպեսզի մարդը աստվածանա, արդեն իսկ մարդու աստվածության դեպի գնալը նմանվելը իր արարչին, դա խոսում է անմահության, այսինքն հավերժ կյանքի մասին, որպես վերջնանպատակ, անցնելով մահվան կետով, բնականաբար, Գոլգոթայի կամ Գողգոթայի ասած հայերեն տրանսկրիպցիայով, Գողգոթայի մեծագույն միստերիան հենց մահվան էր, բայց դրանով չավարտվեց, 3 օրից հետո մենք տեսանք, որ Քրիստոս հարություն առավ եւ ցույց տվեց այստեղ մեզ այն ճանապարհը, որով մենք պիտի անցնենք ըստ երևույթ, եթե կարողանանք բնականաբար, եթե ընտրենք այդ ճանապարհը, որը հեշտ չի, Հասմիկ ջան, համամիտ եմ, ասելը հեշտ է, բայց այնուամենայնիվ ունենալ այդ տեսլականը, իմ կարծիքով այդ վիրտուալ մատրիցան մեզ տալիս է այդ ուժը, որ մենք կարողանանք գնանք, բոլորս կարող չէ, բայց ի վերջո այդ սրբերը սովորական մեզպես մահկանացուներ էին, որոնք որդեգրեցին դա եւ գնացին այդ ճանապարհը։ Շնորհակալություն։ Եթե պատրաստ եք ձեր եզրափակիչ խոսքը։ Եզրափակիչ ժամանակ գտնում Նստարիաբանության հատկապես մարտիրոսությունը առնչվում է այն գաղափարին, որ քրիստոնյայի մաքարումը կյանքի համար սուրբ վկայություն է Աստծո հանդեպ, մարտիրոսությունը ոչ միայն անձի մահն է, այլ նաև նրա հավատի հաստատումը ու զորավոր վկայությունը այնպիսի սկզբունքների, որոնք գերազանցում են մահվան վտանգով։ Հայրերը տեսնում են, որ մարտիրոսությունը ենթադրում է մեծագույն սիրո և հավատարմության դրսևորում Աստծուն, այն մաքարումը բարեպաշտության հասնելու և հավատքի ուժի օրինակ է, որը չի վախենում չարչարանքներից կամ մահից։ Մարտիրոսները ճանաչում են ոչ միայն որպես սուրբ մարդիկ, այլև որպես կյանքի իսկական հաղթանակողներ Քրիստոսի պես, մահը հաղթելով Քրիստոսի պես։ Մահին ու չես կարա Քրիստոսի պես լինես։ Մահը հաղթանակ տանել, բայց մահվան միջոցով, այսինքն եթե մահը չկա, դու չունես այդ միջոցը։ Հա, պետք է մի բան լինի, չէ՞ որ դրա միջոցով անես։ Ինչպես ասեց Սուրենը, սիրով են գնում նահատակության մարտիրոսության եւ մենք մեծանում ունենք այդ բարի օրինակները մեր արցախյան հերոսամարտիկ քաջամարտիկներից, ցեղասպանության նահատակները եւ ես գտնում եմ, որ ամենօրյա նահատակությունը նաեւ մեր հոգեվոր դասի ամենօրյա աշխատանքը, որը շատ քիչ է գնահատված, բայց որի բացակայության դեպքում մենք բոլորս հոգով մեռած կլինենք։ Եվ մեր խորի շնորհակալությունը այս համայնքի բոլոր հոգևոր սպասավորներին եւ նաեւ համայնքի անդամներին, որտեղ համայնքի անդամների բացակայության պարագային սպասավորը դառնում է կարծես անձերք եւ առանց անօգնական։ Դրա համար իմ խորի ցանկությունն է, որ նման բանավեճեր շատ լինեն, որ ճշմարտության իմաստությունը բոլորիս համագի եւ այստեղ հաղթանակը չի կարեւոր, այստեղ ճշմարտության մեջ ուսումնասիրության խորանալն է կարեւոր եւ մեր միասնական մեկտեղվելու շնորհը, որը որ լավ առիթ է ավելի մտերիմ եւ ջերմ հարաբերություններ։ Ուրեմն Աստված տվեց մարդուն մահը որպես փրկություն, Աբրահամի որդու զոհաբերությունը որպես մարդկության փրկության սկիզբ, Քրիստոսի մահը, առաքյալի խոսքը, որ ասում է ինձ կփրկի այս եղծելի մարմնից, ու երբ չեմ ասում մեր սուրբ խոսքը, որ անընդհատ ասում էր, Տեր ուզում եմ տեսնել քո լույս երեսը, այսինքն ուզում էր մահանալ, այսինքն Վերջացավ, այո, շատ շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Ես կանեմ, որ տեսնեմ, հիմա դուք չեք մասնակցել, չէ՞։ Դուք եք ոնոքեվիա, որ ցենց անում ոչ մեկի բոլորիդ որ տեսնեմ։ Հիմա խնդրում եմ, ովքեր որ ում որ համոզեց այս թիմը, խնդրում եմ ձեր բարձրացնել։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 121, 122
Այս թիմը համոզեց Ուրեմն շատ շնորհակալություն անցյալ բանավեճերի համեմատությամբ իհարկե բավականին առաջ էի գնացել, բայց ես մի քանի դիտարկումներ ունեմ, շատ ուշադիր լսեցի ձեզ, շատ մտքեր կային, որ տեսեք բանավեճի նաև ես ինչ եմ շատ հակված, որ բանավեճեր մենք գոնե ամիսը մի անգամ ունենանք, որովհետև ես ինքս շատ բաներ ու շատ նորովի եմ նայում շատ բաների ու շատ կարևոր են սրանք, բայց ես չլսեցի իմ համար ամենասպասված բանը, որ մտածում էի, որ անհնար է, որ հայրեր կարդաք, Սուրբ Գիրք փնտրեք ու այդ գաղափարը դուք չտեսնեք, էլի, թե ինչի վրա է այդ ամեն ինչը կառուցված, սպասում էի, որ կլսեմ, բայց չլսեցի ու զարմացա, մտածում էի, որ մենք երևի այլ կերպ ենք կարդում գրքերը, կամ չգիտեմ, իմ բացած գրքերի մեջ ուրիշ բան իմ համար զարմանալի էր, որ ձեզնից ձեր երկուսից եւ որևէ մեկը գիտակցության թեմային չանդրադարձավ, վերջի վերջո մահը եւ կյանքը դրան գիտակցության խնդիր է, ընկալելու խնդիր է, այս կարևոր գիտակցությունը քրիստոնյայի կյանքում, որ կենտրոն հասկացողությունը, միջոց հասկացողությունը, այս ամեն ինչի չափիչը գիտակցությունն է։ Այս գիտակցության թեման անդրադարձ չեղավ, ես շատ զարմացա, ինձ թվում է, որ մենք պետք է գիտակցության ծիրից ներս նայենք այս ամեն ինչին։ Չէ, որովհետև ինչի, որովհետև տեսեք, մահը և կյանքը իրանք գիտակցության հիմքը ինչի այստեղ կարևոր, որովհետև մահը և կյանքը նախ և առաջ գիտական առումով և ոչ հոգևոր առումով, սրանք ընտրություն չեն, եթե սենց նայենք, ես մի քիչ փորձեմ ավելի ընդհանուր ձևակերպումներով խոսել, և ինչի ենք մենք խոսում դրանց մասին, ինչ են յուրաքանչյուր կրոնի ու կրոնական կյանքի, հոգևոր կյանքի կարևոր ասպեկտներ այս երկու գաղափարները, որովհետև իրանք ընկալվում են առհասարակ որպես մի բան, որ մեզ տրվում է, մենք չենք ընտրում։ Քրիստոնեությունն ու քրիստոնեական կյանքը սա բերում է գիտակցության դաշտ, ընտրության դաշտ, մենք ընտրում ենք և մահը, և կյանքը։ Եվ ստեղը, որ հենց երբ որ մենք բերում ենք գիտակցության դաշտ, երբ որ մենք բերում ենք մեր պատասխանատվության սահմաններից ներս մահը և կյանքը, ստեղ մենք անելիք ունենք արդեն։ Իսկ եթե մենք մահը և կյանքը թողում ենք որպես մի իրողություն, որը մեր ընտրության չի ենթարկվում, որին մենք ուղղակի մենք ինքներս ենք ենթարկվում, ստեղ արդեն երկուստեղ ըստ էության կորցնում են իրենց իմաստը, որովհետև հայրերի մեջբերումները, Եփրեմ Ասորու ապաշխարության օգտորակը, ներսե շնորհալին Հիսուս որդու մեջ, շարականների մեջ, մահը և կյանքը կարևոր են այնքանով, որքանով, որ մենք հնարավորություն ունենք մահը և կյանքը ընտրելու։ Եվ այս գիտակցությունը ընդհանրապես, գիտակցությունը տեսնելու որևէ մի բանը, որովհետև տեսեք Թումանյանի ստեղծագործությունների մեջ էր կա, չէ, որ ինչով ընդհանրապես մարդը տարբերում ուրիշ կաթնասուններից, որ մահը իր համար անհետևանք չի կարող։ Այսինքն, եթե օրինակ կովը իր հորթին մորթեն ինքը գնալու է հանգիստ խոտ ուծի, մարդու համար չի կարող այդպես լինի դա։ Ու թեև դա բիոլոգիական պրոցես է նորմալ, որովհետև վերջի վերջո, եթե զուտ կենսաբանորեն նայենք, որևէ կենդանի օրգանիզմ ինքը ամբողջովին չի կորում ու գնում, չէ՞, ֆիզիկայով էլ էներգիաների միշտ մեկը մեկին է փոխվում, անընդհատ։
Բայց կյանքի շարունակականությունը եւ մեր տեսանելի աշխարհում կա եւ հոգեվոր աշխարհում կա։ Բայց իմ խնդիրը ոչ թե Աստծո մեր կողմից է, ոչ թե Աստծո արարչության ու Աստծո ծրագրի քննարկումն է, այլ դա մեր գիտակցական դաշտ բերելու քննարկումն է, որովհետեւ թե Աստված ոնց է այդ ամեն ինչը ստեղծել ու ինչ արել, վերջի վերջո հարցեր ստեղան, չէ, սեփական կյանքի կենտրոնի բան եւ այլն է դրա մասին։ Եթե մենք խոսում ենք մի բանի մասին, որը մեր ընտրությունը չի ու չի կարող լինել ի բնե, որը դրա մասին պետք է չի խոսել։ Այսինքն, չգիտեմ, ես հիմա եթե շատ մտածեմ, ես չեմ կարող իմանալ, թե ինչի Աստված որոշեց, որ ես հայ ծնվեմ։ Կամ մեզից յուրաքանչյուրը չգիտեմ, ինչի է սեռի ծնվեց, ինչի հենց այդ ժամանակում ծնվեց, ինչի 3 շաբթի չծնվեց, 4 շաբթի ծնվեց կամ եւ այլն։ Մենք չենք կարող այդ ամեն ինչը որոշենք ու իմանանք, որտեղ դա մենք չենք ընտրում։ Քրիստոնեությունը մեզ հնարավորություն է տալիս ընտրելու, մահանալ, թե ապրել։ Պողոս առաքյալը սրա մասին է խոսում։ Երբ որ մեր սրբերը, երբ որ մահը բարիք են համարում, կյանքը բարիք են համարում, սա ընտրության հարց է, եւ երբ որ Քրիստոս ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, սա ոչ միայն գոյության մասին խոսացող բան է, այլ գիտակցություն ունենալու, իմաստավորության։ Եվ եթե կուզեք, ես շատ սպասում էի, որ նաև հայրերի ծաղկակալով իմաստավորել կյանքը սահմանվել եւ մահը, ինչ հետաքրքիր բան կա, որ երկու երևույթներ կարելի է մի բառով բնորոշել, իմաստ, բովանդակություն, եւ մահը եւ կյանքը դրանք բովանդակություն են։ Այդ մեր ընտրությունն է, ընդամենը։ Այսինքն ընդամենը չէ, դա մեծ բան է։ Այսինքն շատ կուզեի, շատ սպասում էի, որ այս ծիլիցներ լինի, պես ունենալ ինչ է գիտակցությունը։ Ինչ ընդհանրապես ինչ է գիտակցությունը, որովհետև եւ գիտակցության մահը, արդյոք մահը թե մահ չի։ Եվ հոգեվոր առումով, եւ մարմնավոր առումով։ Սա լուրջ խնդիր է։ Այն մարդը, ով ունի գործող օրգաններ տարբեր, բայց չունի վերլուծություն ու գիտակցություն։ Կամ որն է այդ գիտակցությունը, ընդհանրապես գիտակցության սահմանը, որտեղ վերջի վերջո վերցրեք յուրաքանչյուր եւ կրոնական, եւ փիլիսոփայական, եւ գիտական, բժշկական, ինչ աշխատություն եք վերցրեք, գալիս է մի բան, երբ որ կյանքը սկսում է մեկնաբանվել ըստ գիտակցության։ Եվ առանց գիտակցության չի կարող կյանք հասկացողությունը լինի։ Կյանքը կա այնքան ժամանակ, քանի դեռ սուբյեկտ կա, որ ընդունում է այդ կյանքը։ Ոնց որ պատմություն կա այնքան ժամանակ, քանի դեռ այդ պատմությունը կարտացող կա։ Հիմա մի խոսքով այս իմ ամենակարևոր նկատառումն էր, որ ուզեի, որ մտածեիք, խոսայինք դրա մասին, այսինքն իրար հարցեր տայիք, ու բավականին կհարստացներ բանավեճը, սա Ես ասել եմ ձեզ անցած ժամանակ այդ գիտակցության մասին։ Չէ, ես բանավեճի մասին եմ խոսում, բանավեճի ընթացքում եմ խոսում։ Նայեք, ինչն էր այս բանավեճի ինձ շատ դուր եկավ, որ նախորդ բանավեճում մենք այս բանավեճում Փառք Աստծո ամենակարևոր բանը, որ լսում էինք իրար, այդ ես իրոք ինձ շատ ուրախացրել, որ մենք կարողանում ենք լսել իրար, ու անգամ այն կարծիքները, որ մեզ դուր չեն գալիս։ Ու մենք ընդհանրապես մեր ազգային, եկեղեցական, կյանքի, քրիստոնեական ներքին համերաշխման համար մենք պետք այս կարևոր հատկանիշը մեզ ձևավորենք, լսել մարդուն, եթե անգամ դու այդ համաձայն չես։ Ու նաև Հասմիկի ասածը շատ կարևոր առանցքային էր, բանավեճի որպես երևույթի, որ մենք չենք բանավիճում հաղթելու կամ պարտվելու համար, մենք բանավիճում ենք ճշմարտությունը վերանելու համար։ Բայց միևնույն ժամանակ այս մտքերը մեզ շատ հոգևոր նոր լիցքեր են տալիս, որովհետև բարձրաձայնվում են մտքեր, որոնք օգնում են մեզ, որպեսզի մենք ևս մեկ անգամ մեր հայացքը բերենք կյանքին։ Եվ երկրորդ կարևոր մոտեցումը, որ կուզեի ընդհանրապես մեր հետագա կազմակերպող բոլոր բանավիճերի մեջ
շատ առանցքային լիներ ու անպայման դրա վրա ուշադրություն դարձնենք, աղոթական կյանքն է մարդու, եթե խոսում ենք մենք քրիստոնեական որևէ ապրման, աստվածաբանական գաղափարի, երևույթի մասին եւ չենք դիտարկում դա ռեալ կյանքում, որ աղոթական կյանքն է քրիստոնեայի, մենք խոսում ենք ընդհանրապես պաթետիկ, թեորետիկ ձևով, որովհետեւ եկեղեցու վերաբերմունքը ու ապրումը երևում է իր աղոթքի մեջ, թե ոնց է ինքը կառուցում իր ծեսը։ Ես մի քանի անգամ ես դրա մասին ասել եմ, բայց ելի կասեմ, lex orandi, lex credendi, լատիներեն այս արտահայտությունը, ապրում եմ այնպես, ինչպես աղոթում եմ այնպես, ինչպես ապրում եմ։ Ուրեմն շատ կարևոր է, որպեսզի մենք աղոթքը եկեղեցու հասկանանք։ Եվ տեսեք, սրբոց բոլոր տոները, Հասմիկը մի սրբերի մասին խոսած, ինչ օրերն ենք մենք տոնում սրբերի։ Մահվան օրերը, նահատակության օրերը։ Դուք չնայած առանց դրա ոնց որ հաղթեցիք, բայց շատ ծանրակշիռ կռվան է, բայց նաև աղոթքի մեջ, թե ինչ ենք, արևագալի ժամերգությունը, կյանքի մասին ժամերգություն ենք, որի արև, կյանք, լույս, լիներ ստեղ, այս պահին, որ պետք է աղոթքը ընդհանրապես, որտեղ ժողովուրդ, եթե նայեք այն պահին, երբ որ քրիստոնյան կտրվում է աղոթքից ու աղոթքը ու իր կյանքը ուրեմն տարբեր բաներ, այդ ժամանակ ինքը սկսում է կերտել իր կուռքը, ինքը եկեղեցու անդամ չի լինում։ Ինչ են ընդհանրական աղոթքներ եկեղեցում հաստատված։ Ոչ թե նրա համար, որ մենք մտածում ենք, որ մեր հավատացյալները չեն կարող մտածեն, թե ինչ Աստծուն խնդրեն։ Չէ, որովհետև այս ընդհանրական աղոթքի ժամանակ մենք մեկ ենք դառնում Հիսուս Քրիստոս։ Եվ մեր բոլորի պրոբլեմներով, խնդիրներով, ձգտումներով հանդերձ մենք մի բանի համար ենք աղոթում։ Դրա համար շատ ժամանակ մարդիկ ասում են, օրինակ ժամերգության ժամանակ, եթե ես բերեմ իմ նարեկը կարդամ կամ Աստվածաշունչը կարդամ, կարելի է, թե չէ։ Մի կողմից ասենք շատերը մտածում են, ասեն դա ոնց ասեմ, չէ, Աստվածաշունչը կարդամ։ Բայց ժամերգությունը, օրինակ երեկոյան ժամերգությունը, առավոտյան ժամերգությունը, պատարագը, դրանք դրա ընթացքում ուրիշ բան անելու համար չի։ Դրա ընթացքում այդ աղոթքը անելու համար է, որովհետեւ մենք մեկ դառնանք, ընդհանուր դառնանք, մեկ լինենք, հա։ Իսկ նարեկ ու Աստվածաշունչ կարելի է խնդրեմ, կարդալ յուրաքանչյուր ժամին, ինչ ժամի դու ուզում ես։ Բայց եթե դու գալիս ես ընդհանրական աղոթքի եկեղեցում, գալիս ես նրա համար, որպեսզի քո քույրերի ու եղբայրների հետ այդ պահին աղոթես, եւ դա Սուրբ Հոգու շնորհն է մեզ տալի ու օգնում է մեզ, որպեսզի մենք ապրենք այն, ինչի մասին մենք խնդրում ենք ու աղոթում ենք։ Հետո մի կարևոր բան կա, տեսեք, մենք շատ խոսում ենք փրկության մասին, մոտեցումների մասին, քրիստոնեական կյանքի մասին։ Ուրեմն եկեղեցին առաջնորդվում է հետևյալ կերպ։ Եկեղեցին որպես Քրիստոսի մարմին հավատում է մարդուն, հա։ Հավատում է, որ մարդը կարա իր լավագույն տարբերակը լինի։ Եվ տեսեք, եկեղեցում տիտղոսները անգամ, իրանք ոչ թե մարդու բնորոշում են, այլ մարդու մասին նպատակները հայտնում են, հա, երբ որ մենք ասում ենք Տեր հայր, հա, կամ չգիտեմ, քույր, եղբայր, իրար դիմում ենք այդ ձևով, սա ոչ թե մենք հաստատում ենք, որ ինքը սենց է, հա, այլ մենք ցույց ենք տալի մեր նպատակը ու մեր ցանկությունը, մեր աղոթքը, մաղթանքը մարդու նկատմամբ, որտեղ մենք ուզում ենք, որպեսզի այս մարդը հենց լինի, որ մեր համար հայր լինի, հայրություն անի մեզ, հա, որ մենք մեկին ասում ենք քույր եւ եղբայր, ոչ թե մենք մտածում ենք, որ ինքը սրբակենցաղ մեկն է, որ միայն քույր կամ եղբայր լինի, այլ մենք մաղթում ենք, որ տենց լինի։ Եվ ինչի Աստված թույլ տալիս մեզ մեղավոր լինելով հանդերձ լինել իր եկեղեցում, որովհետև Աստված մեզ տալիս է այդ հնարավորությունը ու հավատում է, որ մենք մեր ազատ կամքով կտրենք ավելի լավը լինելը, հա։ Ու
շատ հետաքրքիր է, չէ՞, ինձ մի անգամ մի երիտասարդս հարցը տվեց, ես սկզբում մի քիչ նեղվեցի այդ հարցից, բայց հետո շատ եմ մտածել այդ հարցի մասին։ Ուրեմն ասեց բոլոր հոգևորականների հետ տեսում են շփվել եմ, իսկ ինքը շատ հոգևորականների հետ է շփվել ու շատ եկեղեցու մեղող մարդկանց հետ է շփվել, ասում եմ բոլորը ինչ-որ մի մեղք ունեն ու արտահայտված մեղք ունեն։ Լավ, այս ամբողջ եկեղեցում, ասենք, մի մարդ չկա, որ սենց լինի էլի, տենց սրբակենցավ կյանքով ապրի։ Ասում եմ, բայց միևնույն ժամանակ այդ բոլոր մարդիկ ինչքան են լսում Աստվածաշունչը, չէ՞, ինչքան են ապրում այդ ամեն ինչի մեջ, ապրում են ու մեկը անում են այդ ամեն ինչը։ Ու հետաքրքիր խնդիրը գիտեք որն է, որ եկեղեցին եթե տեսնեք, ինքը անընդհատ կրկնություններ ունի, անընդհատ։ Որ Պողոս Արաքյանն է ասում, ինձ համար դժվար չի կրկնելը, ձեր համար էլ օգտակար է։ Այսինքն ինքը անընդհատ ասում է, ու գիտեք ինչ հույսով, որ հանկարծ ու որևէ մեկը մի միլիոնից մի հոգի իրոք կհավատա ու կլսի այդ խոսքը։ Իրոք կլսի այդ խոսքը։ Ուրեմն միշտ 1 միլիոնից 999,999,000-ը չեն լսում, չէ, մի հոգի է լսում, ու Աստծո հույսը հենց այդ մի հատ կորած ոչխարն է, այդ մեկն է, որ կլսի այդ ամեն ինչը, իրոք կլսի, իրականության մեջ կապրի այդ ամեն ինչը, որտեղ այդ մի հոգին ինքը եկեղեցին փրկության մարմինը որպես այդպիսին, փրկության առաջնորդողն է։ Ուրեմն ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որ ընդհանրապես մեր քրիստոնեական կյանքը, պահեցողությունը, ամեն ինչը կարելի է գնահատել միայն այն ժամանակ, երբ որ մենք այդ գիտակցության տրամաբանության ու գիտակցության տեսանկյունից ենք նայում այդ ամեն ինչին։ Տեսեք, երբ որ ասում ենք մենք մեր կյանքի կենտրոնը Աստվածը կամ Աստծո ներկայությունը, սա երկու բան կարող ունենա իր մեջ։ Այն երկսայրի սուր է։ Շատ մարդիկ տենց ասում են, որպեսզի առհասարակ ոչ մի պատասխանատվություն չվերցնեն իրենց վրա։ Որովհետև ասել, որ Աստված է իմ կյանքի կենտրոնը, նշանակում է ասել, ես ինչ ուզեմ կընտրեմ իմ կյանքի կենտրոն։ Կան մարդիկ, որ ուզում են ասել, որ սա, երբ որ ասում են Աստված է իմ կյանքի կենտրոնը, ուզում են ասել, որ ես ապրում եմ Աստծո պատվիրաններով։ Բայց մի շատ կարևոր հարց կա ստեղ, որ Աստծո պատվիրանները ու Սուրբ Գիրքը ինքը օրենսդրություն չի, ինքը ասենք քրեական օրենսգիրքը չի, չգիտեմ, քաղաքացիական օրենսգիրքը չի, որտեղ գրված է ոչ երկիմաց նախադասություններ։ Միշտ ստեղ կա մեկնաբանություն, միշտ, անգամ օրենքի մեջ, սահմանադրության մեջ, չէ, մեկնաբանվում է այդ օրենքը։ Ու Սուրբ Գիրքն էլ է մեկնաբանվում։ Ու նայած թե ոնց է մեկնաբանում, մենք ու, չգիտեմ, Եհովայի վկաները, բողոքականները, կաթոլիկները, բյուզանդական պրավասլավները կարդում ենք նույն տողը, հասկանում ենք տարբեր բաներ։ Ուրեմն, այս մեկնաբանությունն էլ շատ կարևոր, ու շատ ժամանակ մարդը մեկնաբանում է Սուրբ Գիրքնից, ոնց որ ինքն է ուզում։ Ու այստեղ է, որ մարդու եկեղեցու անդամ լինելը իրեն թույլ է տալիս Սուրբ Հոգով ընկալելու խոսքը, Աստծո պատվիրանը հասկանալու։ Եվ եկեղեցին հենց սրա համար է պետք, որ մարդը իր անձնական մոտեցումով չսկսի իրան հարմարացնել Սուրբ Գիրքը եւ կռապաշտ չդառնա, այլևս քրիստոնյա։ Մի խոսքով, բայց ամեն դեպքում էլի նորից շնորհակալ եմ ձեզ։ Բաց թմբոքին բան ասեմ, հա, բայց ինքը իրավով անորմալ երևույթ է, չի, այսինքն ինքը պլանավորված չի եղել, Սողոմոնի մարդկանց որ ասում Աստված մարդ չի ստեղծել։ Ու երբ որ ասում ենք մարտիրոսությունը մահանալ է, ինքը չի դառնում, ասում ես պնդում եմ, որ մահանա կենտրոնը, բայց կյանքն է կենտրոնը, դու կյանքը տեսնես։ Իրանք ես համոզել։ Չէ, ինչի՞ այստեղ է։
Նայ, քիչի գիտես այս ամենակարևոր հարցն է, որ բանավիճելու թեմայը դառնում միայն այն ժամանակ մահը եւ կյանքը, երբ որ դու ոչ թե քեզնից վերև բան ես դա նայում, այլ որպես կոնտրություն ես նայում։ Իսկ մահ ու կյանքը վերջի վերջում, ոնց որ Հասմիկ ասեց, դա Աստծուն ընտրել կամ չընտրելն է։ Վերջի վերջում սա է հայրերը մեր, սրա մաս, բայց դա միայն կա գիտակցության մեջ, հոգու մեջ։ Գիտակցված տալիս ես կյանքը, այսինքն մինչև մահը մի բան կա, որը դու տալիս ես, ուտե է։ Չէ, դու ոչ թե մի բան տալիս ես նայ։ Խնդիրը ստեղ որն է, որ ազատություն կյանքը ինքը գոյություն է, ինքը իմաստ է։ Եթե իմաստը դու հանում ես, դու չես տարբերվում, ասենք, հողաթափիկ ինֆուզորիայի կյանքից, հա? Որտեվ դες բուդդիզմի ու քրիստոնեության տարբերությունը որն է։ Բուդդիզմը ասում է, որ յուրաքանչյուր կյանք սուրբ է, յուրաքանչյուր, հա? Հողաթափիկ ինֆուզորիայի կյանքներ, ամիոբայիններ, կովիններ, մարդուններ։ Ինքը նույն գծի վրա է դնում բոլոր կյանքերը։ Քրիստոնեությունը ասում է, որ մարդու կյանքը ինքը ավելին է, որովհետև ստեղ Աստված կա, կենթանումով չի կարա լինի Աստված, ստեղ կա, և դա հենց հոգին է, որ մենք ասում ենք, հունարենով պիտի ես կարամ էդի ասեմ, որտեղ հայերենով մենք չենք, տարբեր տերմիններ չունենք, կա փսյուխե, որ հոգին է, ու կա նուս, որը բանական միտքն է, բանական հոգին է, ու այս բանական հոգու ապրելու մեռնելու հարցը կա։ Իսկ 5 տակարից Սողոմոնի իմաստության, ժողովողի դրսից, ինչի է մի քիչ դժվար է դիբերել հիմիկվա հետ կապել, որովհետև Շեոլը հրեական ընկալման մեջ, լավ, մինչև Քրիստոս հոգու անմահության գաղափար ընդհանրապես չկա, ժողովող գրքում ընդհանրապես չկա, և որովհետև Շեոլն էր, մարդիկ մեռնում էին ու Շեոլն էր սպասվում իրանց, գերեզմանափոսը և Պողոս Առաքյալի, Պետրոս Առաքյալի հիմնական շեշտադրումը որն է, որ քանի որ մի անգամ Աստծո ձեռքը կպել է մարդուն, ինքը սենց տնեց անմահ է, բայց քանի որ ինքը չի կարա տանի այդ կյանքը, Աստծո ներկայությունը, այդ իմաստը, իրանք բանտարկվում են, ու դրա համար Պետրոս Առաքյալը ասում ազատեց բանտարկված հոգիներին։ Այսինքն հնարավորություն տվեց մարմնից դուրս ունենալու իմաստ իր համար, գիտակցություն, նուս ունենալու։ Բայց այդ 5 տակարանյան որ չկար, բայց Աստված շրջանում ասում է ես Աբրահամի, Իսահակի, Հակոբի, այսինքն մեռելների Աստված չի, այսինքն պետք է ենթադրել, որ արդեն այդ գիտակցությամբ պիտի հասկանային, որ Շեոլը գերեզմանը չի, այլ ուրիշ նայ, ուղղակի մի ստեղ շատ կարևոր հարց կա։ Նախ Սուրբ Գիրքը, քանի որ ինքը աշխարհի ամենաանկեղծ գիրքն է, որտեղ չկա մանիպուլյացիա։ Այդ ամենակարևոր բանն է, որտեղ ընդհանրապես կրոնական բոլոր գրքերը, անգամ հիմա, եթե ես օրինակ գրում եմ, ես միայն փոքր բան եմ գրած, հոգեխնամք ու հոգեթերապիա, բնականաբար չես կարող մանիպուլյացիա չանես, այսինքն ընտրես այն տեղերը, որ քեզ է պետք, թեզը ապացուցելու համար, ոնց որ բանավեճում ենք, չէ՞ մենք տենց եմ ասորեն ասում։ Չէ, հա տենց, էդի մարդը տենց է, որտեղ ուզում ես էդի ցույց տաս, որ տենց է, դու քեզ հակասող բաներ չես բերելու դեմ այստեղ, չէ՞։ Բայց Սուրբ Գիրքը ինքը քանի որ բացարձակապես անկեղծ է, ստեղ առաջին ընթերցողի համար կարող է ստացվի, որ հակասություն տեսնի ինքը, 5 տակարանի նոր տակարանի մեջ, կամ 5 տակարանը մարգարեական գրքերի հետ, Եսայի ու Երեմիայի, ու օրինակ իմաստասիրական գրքերի հետ, Սաղմոսների, ժողովողի, Սիրակի իմաստասիրական։ Ինչի, որովհետև մահվանից հետո կյանքի գաղափարը ինքը աճող գաղափար է։ Գալիս է մի պահ, որ հրեականությունը անդրադառնում է սրա։ Մինչև այդ ինքը չէր անդրադառնում դրան։ Ու շատ մարդիկ, օրինակ Հոբի գիրքը, հստակ մտածում կա, որ չկա մահվանից հետո ոչինչ։ Չկա։ Այս կյանքն է ամեն ինչը, ինչ որ կա։ Դրա համար
որդեծնությունը աստվածային պարգևն ու ամենակարևորն է, որտեղ այս կյանքն է ամեն ինչ։ Բայց հենց այդ է, որ Աստծո հայտնությունը այդ ամբողջ ժամանակաշրջանում չի տրվել մի մեծ պորցիայով, այլ տրվել է մաս-մաս, որպեսզի մարդը կարողանա բանով չի եղել մեր ընկալման, բայց որոշակի ձևով եղել է ինչով Աբրահամի գուքի հարցն է եղել, արդարների տեղը, հա, որ Աստված իրանց, քանի որ իրանք ունեցել են այդ կատարսիսային վիճակը, Աստված իրանց պահել է, բայց հոգին այո ստեղծվել է ի սկզբանե անմահ, բայց հայտնությունը այդ անմահության չի ունեցել մարդը, այլ տրվել է Քրիստոսը, որը մարգարեությունների լերումն է։ Կան մարգարեներ ունենային, որ կա հենց այդ Եսայից սկսած, Եսայի մարգարեից սկսած, մենք արդեն տեսնում ենք հոգու անմահության գիտակցություն ու գաղափար։ Բայց իմաստասիրական գրքերում, մանավանդ Հոբի գրքում, ժողովողինը Եհովայի վկաները շատ են գրում։ Նույնը ժողովողի, ինչի, որովհետև դրա համար գիտես, այդ դիսկուսին հասնելու համար այդ մարդկանց պետք է նախ եւ առաջ իրանք գիտակցեն, թե ինչ Աստծո հայտնությունը, ոնց է տրվում Աստծո հայտնությունը եւ ոնց պետք է նայել Սուրբ գրքին, որտեղ մեր այլ բաների, հարամարությունների, քույրերի եղբայրների ամենամեծ խնդիրը, ու իդեպ մերակ Հայաստանում, ասենք դրսում դες չի, չգիտես ինչի, օտարազգի մարդկանց է, դե՞։ Ամենամեծ խնդիրը այն է, որ իրանք Սուրբ գրքին նայում են որպես օրենսդրություն, քաղաքացիական, ասենք, օրենքի, օրենսդրություն, էլի, որ իրենք բացում են մտածում են համարը կարդացին, ինքը հոդված է առանձին, ի դնես, ասենք 301-ի երկրորդ կետով էս է ասում։ Չեն նայում որպես Աստծո հայտնություն, իսկ այդ Աստծո հայտնությունն էլ անգամ ընկալելու համար, դու պիտի Աստծո մեջ լինես, որ իր հայտնությունը ընկալես, հա։ Այսինքն, եթե դու դուրս ես մարմնից Հիսուս Քրիստոսի, դու այդ մարմնի մեջ չես, բնականաբար հիմա ոնց որ, չգիտեմ, դեղը չէ, որ մենք խմում ենք մեր մարմնի օրգանի համար, եթե ասենք լյարդի համար է խմում, եթե լյարդը անենք դնենք այս սեղանին, այդ դեղը խմենք ինչի պիտի օգնի ինքը։ Եվ նույն ձևին նաև է, եթե դու եկեղեցու մեջ չես, բնականաբար այդ քեզ չի կարող օգնի։ Ու բնականաբար դու չես կարող ընկալես այդ ամեն ինչը։ Հա, դրա համար այդ մեծ խնդիր է, որպեսզի մարդը նախ եւ առաջ այդ ընկալում ունենա, որ Սուրբ Հոգին ինքն է խնամում եկեղեցին, իր համայնքը, ու այն մարդկանց, ովքեր իրան հավատարիմ են, ու տեսեք մեր շատ հավատացյալներ կան, որ իրանք բնականաբար աստվածաբաններ չեն, իրեն ոչ Գյուրեղ Ալեքսանդրացի, ոչ Գյուրեղ Երուսաղեմացի են կարդացել, ոչ Հովան Ոսկերյանը, բայց երբ որ դու իրանց մի հատ բան ես ասում, որը այսպես ուղղափառ չի, իրանք ներքին զգացողությամբ, ասենք, տենց նրան չի լինի դա, ոնց որ արիոսականությունը երբ որ մերժում էին, բնականաբար չէին կարող մերժեն, չգիտեմ, նախաստեղծ բանի եւ այլն այդ գաղափարները, մարդկանց մեծամասնությունը, հասկանում են, որ այն ինչ ես աղոթում եմ, այն ինչ դու ասում ես, նույնը չի ապրել, տենց չի։ Ու այստեղ է կարևոր, որ յուրաքանչյուր մեր բանավեճի մեջ միշտ ունենալ աղոթքի կարևորագույն ընկալումը։ Եթե մենք չենք խոսում, թե ոնց ենք մենք աղոթում դրա մասին, ինչ կա մեր աղոթքում, մենք արդեն իսկ հեռանում ենք։ Մենք արդեն իսկ սկսում ենք քննարկել դա, ասենք, չգիտեմ, որպես փիլիսոփաներ։ Իսկ այդ բանը գիտեք, չէ՞, որ երկու փիլիսոփա իրար հետ խոսում են, թե արդյոք բաները գետնի մեջ փորում են խրունդները տեսողություն ունեն, թե չէ, մի հատ գյուղացի մարդ գալիս է, ասում ասեք, բռնեմ, բերեմ, տեսեք, չէ, պետք չի։ Գնում է գալիս է, մեկ էլ էլի տեսնում է, արդեն մութը գնում է իրանք հաստարկներ են բերում, ասում է, սպասեք, բռնեմ, բերեմ, տեսեք, ասում են, ասում են, ինչ ես ասում, մենք պետք է քննարկենք ինքներս այդ ամեն ինչը, ու այս գյուղացին գնում է, մի հատ ուրիշ գյուղացի է գալի, իդեպ մի քիչ ծալապակաս, ասում է, ինչ են անում, ասում է, մտածում եմ, ասում է, ես ասում եմ, սրանց դեսելուց հետո հասկանում եմ, ասում եմ, որ չորը իրանք են, ոչ թե,
Հա, հիմա այդ նույնն է, երբ որ մենք խոսում ենք քրիստոնեական որևէ բանի մասին, ու չենք խոսում աղոթքի մասին, այդ նշանակում է մենք բան ենք, հա։ Եղավ Ժորժ ջան, շնորհակալություն։